Այսօր նավթային ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպում կանցկացնի սննդամթերքի, դեղամիջոցների և վառելիքի գների ձևավորման կառուցվածքն ուսումնասիրող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովը։ Հանդիպմանը կներկայացվեն 5 առաջատար ընկերություններ, կխոսվի վառելիքի շուկայի գնագոյացման շղթայի և միջազգային իրավիճակի ազդեցության մասին։ Այսպիսով գների ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովը կավարտի ընկերությունների հետ հանդիպումները, իսկ ամփոփիչ նիստը նախատեսված է ուրբաթ օրը, որտեղ հանձնաժողովը կներկայացնի իր եզրակացություններն ու առաջարկությունները։ Հանձնաժողովի նախագահի հայտարարությամբ արդեն պատրաստ է եզրակացությունը սննդամթերքի, դեղամիջոցների և վառելիքի վերաբերյալ, որը ներառում է շուկայի նկարագրությունը և առաջարկությունները։ Վարչապետը հավանաբար այսօր կստորագրի Մամուկամ Դինարաձեին պետական նախարարի պաշտոնում նշանակելու հրամանագիրը։ Մամուկամ Դինարաձեն նաև կզբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը։ Նախագահն արդեն ստորագրել է կառավարության կառուցվածքի, լիազորությունների և գործունեության կարգի մասին Վրաստանի օրենքում փոփոխություն կատարելու մասին փաստաթուղթը։ Ընդունված որոշմամբ կառավարությունում ներդրվում է իրավապահ մարմինների համակարգման հարցերով պետական նախարարի պաշտոնը։ Օրենքի համաձայն պետական նախարարի գործունեության նյութատեխնիկական և կազմակերպչական ապահովումն իրականացնելու է Վրաստանի կառավարության վարչակազմը։ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների և դրանց վերականգնման սպասումների մասին առաջին ալիք հաղորդմանը զրուցել է Վրաստանի արտաքին գործերի նախարարը փոխվարչապետ Մակա Բոճորիշվիլին։ Դիվանագետը երկու երկրների միջև ընթացող գործընթացները գնահատում է դրական։ Նախարարի տեղեկացմամբ մայիսին Վրաստան կժամանի ԱՄՆ-ի պետվարչության ներկայացուցիչներից համալրված պատվիրակություն, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Թրամփի վարչակազմի դրական վերաբերմունքը Վրաստանի նկատմամբ։ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությամբ այն բանից հետո, երբ նա չեղարկել է հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Պակիստան, Իրանի հետ բանակցությունները շարունակվում են հեռախոսով։ Դոնալդ Թրամփի հայտարարությամբ իրավիճակից է կախված, արդյոք անհրաժեշտ կլինի նոր հարվածներ հասցնելը։ Նրա խոսքով Իրանի հրթիռային արտադրության օբյեկտների մոտ 80%-ն արդեն ոչնչացվել է, և եթե համաձայնություն չկայանա, մնացածն էլ արագ կկործանվի։ Ինչ վերաբերում է Իրանի դեմ շրջափակմանը, Թրամփի խոսքով այն շատ արդյունավետ է գործում, սակայն նա չի հստակեցրել, թե որքան ժամանակ այն կշարունակվի։ Ինչպես ավելի վաղ էր հայտարարել, շրջափակումը կշարունակվի մինչև երկրի հետ միջուկային համաձայնություն ձեռք բերվի։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հայտարարությամբ Եվրամիության համար Իրանի հետ պատերազմը օրական արժենում է 500 միլիոն եվրո։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությամբ դա պայմանավորված է հակամարտությամբ առաջացած վառելիքի գների աճով։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հայտարարությամբ Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունը լրացուցիչ ապացույց է, որ Եվրամիությունը պետք է արագացնի անցումը ներմուծվող հանածո վառելիքից կախվածությունից և ավելի արագ զարգացնի էլեկտրաֆիկացումը։ Նրա խոսքով Եվրոպական հանձնաժողովը էլեկտրաֆիկացման գործողությունների ծրագիրը կներկայացնի մինչև ամառ։ Թբիլիսիի պետական համալսարանում Իվանե Ջավախիշվիլիի ծննդյան 150-ամյակին նվիրված շաբաթվա շրջանակներում տեղի է ունեցել հավաքածուային մետաղադրամի, հոբելյանական փոստային նամականիշի, էսքիզների, կոնցեպտի և Իվանե Ջավախիշվիլի 150 ֆոտոալբոմի ներկայացումը։ Ինչպես մետաղադրամը, այնպես էլ նամականիշը շրջում են ամբողջ աշխարհում և նպաստում են Վրաստանի, նրա մշակույթի և գիտության տարածմանը։ Իվանե Ջավախիշվիլի 150 ֆոտոալբոմում հավաքված են մեծ վրացի գիտնականի կյանքի և բազմակողմանի գործունեության մասին եզակի լուսանկարներ՝ ծնունդից մինչև կյանքի վերջը։ Դրանց թվում կան նաև հենց Իվանե Ջավախիշվիլիի կողմից արված լուսանկարներ, որոնցում պատկերված են նրա ընտանիքը, վրացական ճարտարապետության հուշարձանները, տաճարները և այլ պատմական կառույցներ։